Տունը լռությամբ լցված սկսում է փոխվել մի կնոջ գալով, որը ցավը գիտի ինչպես ոչ ոք։ Երեխան նորից ժպտում է, հայրը նորից սովորում է զգալ, իսկ անցյալը սկսում է ձայն պահանջել։ Բայց ոչ բոլորը են ընդունում այս նոր ընտանիքը, հին վերքերը նորից բացվում են, պահանջելով քաջություն նոր սկզբի համար։ Մենդոնցյանների առանձնատունը վեր էր խոյանում շքեղորեն Դիլիջանում գտնվող մի հողակտորի բարձունքին։ Կառուցված լինելով 19-րդ դարում, այն պահպանում էր կայսերական ճարտարապետությունը, որն այդքան բնորոշ էր Երանի այդ լեռնային շրջանին։ Այգիները, որոնք ժամանակին աշխույժ էին կյանքով լի, այժմ վայրի ու մելամաղձոտ տեսք ունեին, կարծես բնությունն էլ այնտեղ կորցրել էր իր ոգին։ Տան ներսում լռությունը գրեթե ֆիզիկական էություն էր։ Այն կարելի էր զգալ, թե ինչպես է սավառնում միջանցքներում, բնակվում փայտե հատակներով սենյակներում, որոնք երբեմն ճռճռում էին, կարծես շինությունն ինքը հառաչում էր։ Գայոս Մենդոնցյանը 38 տարեկան խոհանոցում շարժվում էր այն մեխանիկական ճշգրտությամբ, որը նրան դարձրել էր երկրի ամենահարգված խոհարարներից մեկը։ Նրա շարժումները հաշվարկված էին, նրա արտահայտությունը՝ դատարկ։ Մարիամի մեկնելուց հետո 2 տարի առաջ նա վերածվել էր իր սեփական ստվերի։ Հելենան, նրա 6-ամյա դուստրը, հորը դիտում էր խոհանոցի դռան մոտից։ Գանգրահեր, մեծ աչքերով աղջիկը գրեթե 1.5 տարի էր, ինչ ոչ մի բառ չէր արտաբերել։ Մոր կորստի տրավման լռեցրել էր նրա մանկական ձայնը, կարծես բառերը պոկվել էին մայրական ներկայության հետ միասին։ Նրա միակ ընկերը մաշված փափուկ ճագարն էր, որը նա ամենուր իր հետ էր տանում։ Ժամանակն է քո նախաճաշի, Հելենա, ասաց Գայոսը առանց շրջվելու։ Նա գիտեր, որ դուստրն այնտեղ է չժանգոտվող պողպատից վառարանի դռան արտացոլանքից։ Արի նստիր։ Աղջիկը հնազանդվեց, ոտքերը քարշ տալով մինչ սեղանը բարձրանալով բարձր աթոռին։ Նրա աչքերը հետում էին հոր յուրաքանչյուր շարժմանը, ով իր դիմաց դնում էր նրբաբլիթների ափսե, զարդարված թարմ ելակներով։ Դա ամսագրի լուսանկարի արժանի կերակուր էր, բայց պակասում էր նրանց ջերմությունը, ովքեր սիրով են պատրաստում, ոչ թե պարտականությամբ։ Այսօր նոր մարդ կգա մեզ մոտ աշխատելու, տեղեկացրեց Գայոսը, իրեն սուրճ լցնելով։ Տնտեսուհի։ Նա կհոգա տան քո մասին, երբ ես զբաղված լինեմ։ Հելենան պարզապես նայեց ափսեին, առանց որե արձագանք ցուցաբերելու։ Վերջին 3 աշխատակցուհիները մի քանի շաբաթից ավելի չէին մնացել։ Բոլորն ասում էին, որ տունը չափազանց ճնշող է, կամ որ լուռ աղջիկը վախեցնում է իրենց։ Ոմանք մեկնաբանեցին, որ իրենց թվում էր, թե անընդհատ հետում են անտեսանելի աչքերով։ Զանգի ձայնը խախտեց առավոտյան լռությունը։ Գայոսը նայեց իր ձեռքի ժամացույցին, ճշտապահ, լավ նշան։ Նա մոտեցավ դռանը, Հելենան մի քանի քայլ հետից էր, կառչած փափուկ ճագարից։ Պատշգամբում մոտ 30 տարեկան մի կին էր սպասում։ Լուիզա Քամոսյանը հանգիստ դեմք ուներ, սմազերը հավաքված էին պարզ հանգույցով, զուսպ հագուստներ, որոնք չէին կարողանում ամբողջությամբ թաքցնել նրա բնական գեղեցկությունը։ Նրա մուգ աչքերը խորն էին, կարծես իր տարիքի համար շատ բան տեսած լիներ։ Բարի առավոտ, պարոն Մենդոնցյան։ Ես Լուիզան եմ, նոր տնտեսուհին, ներկայացավ նա ամուր ձայնով, ձեռքը մեկնելով։ Գայոսը պաշտոնապես ողջունեց նրան։ Ներս եկեք, խնդրեմ։ Սա իմ դուստրն է, Հելենան։ Լուիզան ծնկի իջավ, որպեսզի աղջկա հասակին հավասարվի։ Ի տարբերություն այլ մեծահասակների, նա չափազանցված ժպիտ չպարտադրեց, մանկական տոնով չխոսեց։ Բար, Հելենա։ Ուրախ եմ ծանոթանալու համար։ Աղջիկը չպատասխանեց, ինչպես սպասվում էր, բայց նրա աչքերը հազվագյուտ ինտենսիվությամբ ուսումնասիրում էին նորեկին։ Հելենան չի խոսում, բացատրեց Գայոսը մի փոքր լարված ձայնով։ Այն օրվանից։ Հասկանում եմ, ընդհատեց Լուիզան, նրան ցավոտ բացատրություններից ազատելով։ Մի անհանգստացեք։ Երբեմն բառերը գերագնահատված են։ Թեթ զարմանքի արտահայտություն անցավ Գայոսի դեմքով։ Սովորաբար մարդիկ արձագանքում էին անհանգստությամբ կամ չափազանց կարեկցանքով Հելենայի լռությանը։ Լուիզան այլ էր թվում։ Ես ցույց կտամ ձեր սենյակները, կբացատրեմ ձեր պարտականությունները, ասաց նա, վերադառնալով պրոֆեսիոնալ տոնին։ Տունը մեծ է հին, ունի իր առանձնահատկությունները։ Մինչ նրանք քայլում էին առանձնատան սենյակներով, Գայոսը բացատրում էր այն խիստ առօրյան, որը նա սահմանել էր։ Յուրաքանչյուր գործունեության համար հատուկ ժամեր, կանոններ, թե ինչպես երբ մաքրել յուրաքանչյուր սենյակ, ինչ մատուցել յուրաքանչյուր կերակուրի ժամանակ։
Կյանքը վերածվել էր ընթացակարգերի ձեռնարկի։ Հելենայի սենյակը այս միջանցքում է։ Նա սովորաբար արթնանում է 6-ին, նույնիսկ հանգստյան օրերին։ Գիշերը լավ չի քնում։ Մղձավանջներ, հարցրեց Լուիզան։ Այո։ Ինչպես իմացաք։ Դա սովորական է, պատասխանեց նա պարզապես, առանց մանրամասնելու։ Նրա հայացքում մի բան կար, որը հուշում էր գիշերային տրավմաների մասին խորը գիտելիքներ։ Երեկոյան, Լուիզայի տեղավորվելուց հետո, զանգը նորից հնչեց։ Շքեղ, անթերի հարդարված շիկահեր մազերով դիզայներական հագուստներով մի կին ներս մտավ, առանց հրավերի սպասելու։ Գայոս, սիրելիս, եկա տեսնելու, թե ինչպես ես, հայտարարեց Դեբորա Վասկոնցյանը, արագ համբույր դնելով տղամարդու դեմքին։ Նրա աչքերը սենյակում շրջեցին, մինչ որ գտան Լուիզային, ով մի քանի գիրք էր դասավորում։ Իսկ սա ո՞վ է։ Նոր տնտեսուհին, Լուիզա Քամոսյանը։ Լուիզա, սա Դեբորան է, ընտանիքի ընկերուհի։ Դեբորայի ժպիտը չհասավ նրա աչքերին։ Տնտեսուհի։ Կարծում էի համաձայնվել էինք, որ ես կառաջարկեմ մեկին, ում վստահում եմ։ Այս անգամ նախընտրեցի անձամբ ընտրություն կատարել, պատասխանեց Գայոսը։ Դեբորան քննադատական հայացքով ուսումնասիրեց Լուիզային։ Հուսով եմ, որ դու ավելի երկար կմնաս, քան նախորդները։ Այս տունը կարծես կլանում է մարդկանց։ Համոզված եմ, որ լավ կլինեմ, տիկին, պատասխանեց Լուիզան քաղաքավարի, բայց առանց ենթարկվելու։ Երբ Հելենան մտավ սենյակ, տեսավ Դեբորային, բնազդաբար մեկ քայլ հետ քաշվեց, մասամբ թաքնվելով Լուիզայի հետում։ Ժեստը աննկատ չմնաց։ Հելենա, արի գրկիր մորաքույր Դեբորային, կանչեց կինը, բացելով ձեռքերը։ Աղջիկը անշարժ մնաց, կառչաց Լուիզայի շրջազգեստից։ Նա այսօր ամաչկոտ է, արդարացավ Գայոսը, տեսանելիորեն անհարմար զգալով։ Նա միշտ էլ ամաչկոտ է ինձ հետ, առարկեց Դեբորան, իջեցնելով ձեռքերը։ Նրա հայացքը խստացավ, դիտելով, թե ինչպես էր աղջիկը հարմարավետ զգում նոր աշխատակցուհու կողքին։ Չեմ կարծում, որ առողջ է, որ նա այդքան արագ կապվում է անծանոթների հետ։ Կարող եմ սուրճ պատրաստել, առաջարկեց Լուիզան, փորձելով թուլացնել լարվածությունը։ Պետք չէ, կտրեց Դեբորան։ Եկա միայն Գայոսին շաբաթ օրվա բարեգործական ընթրիքը հիշեցնելու։ Դու գալու ես, չէ՞, սիրելիս։ Բոլորն անհամբեր սպասում են հայտնի խոհարարին տեսնելուն այսքան ժամանակ մեկուսացումից հետո։ Չգիտեմ, Դեբորա։ Հելենան չի սիրում բազմություն, դայակը կարող է մնալ նրա հետ։ Կամ ավելի լավ է, տնտեսուհին։ Նա արհամարհական հայացք նետեց Լուիզային։ Ի վերջո, դրա համար ես նրան աշխատանքի ընդունել, չէ՞։ Երբ Դեբորան վերջապես հեռացավ, Գայոսը հյուծված էր թվում։ Հելենան անհետացել էր իր սենյակ, ինչպես միշտ անում էր, երբ մորաքույրը այցելում էր։ Ներողություն եմ խնդրում նրա պահվածքի համար, ասաց Գայոսը Լուիզային։ Պետք չկա։ Ես այստեղ եմ աշխատելու, ոչ թե ձեր անձնական հարաբերությունները դատելու համար։ Ավելի ուշ այդ գիշեր, մինչ Գայոսը փակվում էր իր աշխատասենյակում, ինչպես սովորաբար, Լուիզան գնաց Հելենային ստուգելու քնելուց առաջ։ Աղջկա սենյակի դուռը կիսաբաց էր։ Նա մեղմորեն թակեց։ Պաստելային երանգներով զարդարված սենյակում Հելենան նստած էր մահճակալին, նկարների ալբոմ թերթելով։ Երբ տեսավ Լուիզային, նա չփակեց ալբոմը, ինչպես անում էր այլ մարդկանց հետ։ Փոխարենը, նա թեթակի թակեց իր կողքի տեղը, լուր հրավիրելով նրան նստել։ Լուիզան ընդունեց հրավերը։ Լուսանկարներում մի կին, շողշողուն ժպիտով Հելենայի աչքերին նույնական աչքերով, կեցվածք էր ընդունել ընտանիքի հետ երջանիկ տարբեր պահերին։ Քո մայրը շատ գեղեցիկ էր, մեղմորեն մեկնաբանեց Լուիզան։ Դու ունես նրա աչքերը։ Հելենան նայեց Լուիզային, ապա մատնացույց արեց մի կոնկրետ լուսանկար, մայրը խոհանոցում, ինչ-որ բան պատրաստելիս Գայոսի հետ։ Երկուսն էլ ժպտում էին, ծածկված ալյուրով։ Նրանք շատ երջանիկ էին թվում միասին ուտելիք պատրաստելիս, նկատեց Լուիզան։ Աղջիկը գլխով արեց, առաջին անգամ մի փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Դա կարճ էր, գրեթե աննկատելի, բայց կար։ Այնուհետ, նա փակեց ալբոմը, զգուշորեն դրեց բարձի տակ, կարծես գանձ լիներ։ Քնելու ժամն է, ասաց Լուիզան, կարգի բերելով վերմակները։ Կարող եմ միջանցքի լույսը թողնել, եթե նախընտրում ես։ Հելենան բռնեց Լուիզայի ձեռքը, նախքան նա կկանգներ, թեթակի սեղմեց այն, կարծես ասելով շնորհակալություն։ Դա փոքր, բայց նշանակալի ժեստ էր։
Սենյակի դռան մոտ Լուիզան նայեց աղջկան, ով արդեն պառկած էր վերմակների տակ։ Բարի գիշեր, Հելենա։ Գեղեցիկ երազներ տես։ Մինչ նա քայլում էր մութ միջանցքով դեպի իր սեփական սենյակը, Լուիզան չէր կարող չնկատել, թե ինչպես էր այդ տան լռությունը ծանր, գրեթե շոշափելի։ Ստվերները կարծես շարժվում էին անկյուններում, որպես չարտահայտված գաղտնիքների պահապաններ։ Նա գիտեր, որ ընտրել էր աշխատել կոտրված տանը, որտեղ ցավը մշտական ներկայություն էր։ Բայց դա նրան չէր վախեցնում։ Լուիզան չափազանց լավ էր ճանաչում ցավը։ Միգուցե հենց դրա համար էր նա այնտեղ, քանի որ որոշ կոտրված հոգիներ ճանաչում են ուրիշներին, երբեմն միայն նրանք, ովքեր եղել են հատակին, գիտեն, թե ինչպես վերադարձնել մեկին մակերես։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում մեզ, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Հաջորդող շաբաթները նուրբ փոփոխություններ բերեցին Մենդոնցյանների առանձնատուն։ Լուիզայի ներկայությունը զուսպ, բայց մշտական, սկսեց մեղմացնել նախկինում այդքան խիստ միջավայրի եզրերը։ Տունը, թե դեռ կրում էր բացակայության ծանրությունը, կարծես այլ կերպ էր շնչում։ Հելենան առաջինն էր, ով փոփոխություն ցուցաբերեց։ Աղջիկը դեռ չէր խոսում, բայց նրա աչքերը նոր փայլ էին ստացել։ Նա սկսեց հետել Լուիզային տան շուրջը, որպես մի փոքրիկ լուր ստվեր, ուշադիր դիտելով, թե ինչպես էր տնտեսուհին կատարում իր ամենօրյա գործերը։ Մի շաբաթ առավոտյան Գայոսը սովորականից շուտ իջավ խոհանոց, տեսավ մի տեսարան, որը նրան պահի իսկ անարձագանք թողեց։ Լուիզան Հելենան միասին նախաճաշ էին պատրաստում։ Աղջիկը, կանգնած աթոռակի վրա, խմոր էր հարում տնտեսուհու ուշադիր հսկողության ներքո։ Ճիշտ այդպես, Հելենա։ Հիմա բանանները կավելացնենք, մեղմ տոնով ասում էր Լուիզան։ Աղջիկը խնդիրը կատարեց մանրակրկիտ խնամքով, կենտրոնացած, ինչպես Գայոսը հազվադեպ էր տեսնում նրան։ Նա թեթակի հազած, իր ներկայությունը հայտարարելու համար։ Լուիզան շրջվեց, հանգիստ։ Բարի առավոտ, պարոն Մենդոնցյան։ Հուսով եմ, չեք առարկի։ Հելենան վաղ արթնացավ, հետաքրքրություն ցուցաբերեց նախաճաշին օգնելու համար։ Չգիտեի, որ դուք պատրաստում եք, մեկնաբանեց նա, դիտելով խոհանոցի անթերի կազմակերպությունը, ի տարբերություն այն անկարգության, որը սովորաբար ուղեկցում էր սիրողական խոհարարական փորձերին։ Սովորեցի այն տներից մեկում, որտեղ մեծացել եմ։ Խոհարարուհին ինձ սովորեցնում էր մաքրության հարցում օգնելու դիմաց, պատասխանեց նա, առանց մանրամասների մեջ մտնելու։ Հելենան հայացքը բարձրացրեց հոր վրա, նրա զարմանքին մի փոքր ժպիտ արեց, նախքան իր ուշադրությունը խմորին կդարձներ։ Նա ժպտում է, մրմնջաց Գայոսը, կարծես արտասովոր մի բան էր տեսնում։ Երբեմն դա պատահում է, բնականաբար պատասխանեց Լուիզան, թե նրա աչքերը բացահայտում էին, որ նա հասկանում է այդ պահի մեծությունը։ Հատկապես, երբ կենտրոնացած է մի բանի վրա, որը սիրում է։ Իսկ ինչ է նա էլ սիրում անել։ Հարցը դուրս թռավ Գայոսի շուրթերից, նախքան նա կկարողանար զսպել այն, լի ցավալի գիտակցությամբ։ Նա չգիտեր։ Լուիզան լրջորեն դիտարկեց հարցը։ Նա սիրում է նկարել, հատկապես ծառեր, թռչուններ։ Ունի բնական տաղանդ։ Սիրում է զգալ տարբեր հյուսվածքներ, ավազ, տերներ, գործվածքներ։ Եվ սիրում է պատմություններ, հատկապես երջանիկ ավարտով պատմությունները։ Գայոսի արտահայտությունը զարմանքի ամոթի խառնուրդ էր։ Ինչպես կարող էր այդքան քիչ բան իմանալ իր սեփական դստեր մասին։ Նա, ով ժամեր էր անցկացնում անծանոթների համար բարդ բաղադրատոմսեր ստեղծելով, հազիվ էր ճանաչում Հելենայի հիմնական ճաշակները։ Այդ առավոտվա նախաճաշը տարբեր էր։ Բանանով նրբաբլիթները, թե չունեին Գայոսի պատրաստուկների տեխնիկական կատարելությունը, կրում էին մի բան, որը վաղուց պակասում էր տանը՝ ջերմություն։ Հաջորդ շաբաթ Սեսիլիան, Հելենայի կնքամայրը, եկավ իր ամսական այցով։ Ոճային միջին տարիքի կինը Մարիամի լավագույն ընկերուհին էր եղել քոլեջում, խոստացել էր ընկերուհուն, որ միշտ ներկա կլինի Հելենայի կյանքում։ Ով կմտածեր, բացականչեց նա, երբ հասավ պատշգամբ տեսավ Հելենային այգում, օգնելով Լուիզային ծաղիկներ տնկել։ Հելենան այգում։ Վերջին անգամ, երբ փորձեցի նրան բերել այստեղ, նա կտրականապես հրաժարվեց։ Բարի առավոտ, տիկին, ողջունեց Լուիզան, վեր կենալով ձեռքերից հողը մաքրելով գոգնոցով։ Հելենան հիանալի օգնական է եղել։ Սեսիլիան հետաքրքրությամբ դիտեց երկուսի փոխազդեցությունը։ Դուք տպավորիչ առաջընթաց եք գրանցել նրա հետ։ Գայոսը ներսում է։ Աշխատասենյակում։
Կներեք, ես կկանչեմ նրան։ Երբ Լուիզան հեռացավ, Սեսիլիան մոտեցավ Հելենային, ով շարունակում էր փոքրիկ փոսեր փորել սերմերի համար։ Բար, սիրելիս։ Հավանում ես այգեգործությունը, հարցրեց նա անկեղծ սիրով։ Հելենան գլխով արեց, առաջարկելով նրան լրացուցիչ բահ, որպես հրավեր միանալու գործունեությանը։ Ժեստը հուզեց Սեսիլիային։ Ով կմտածեր, Հելենան ինձ խաղալու է հրավիրում, մրմնջաց նա Գայոսին, ով նոր էր հասել այգի։ Այս տնտեսուհին կարծես հրաշքներ է գործում։ Գայոսը դիտեց դստերը, ով այժմ ցույց էր տալիս Սեսիլիային, թե ինչպես ճիշտ տնկել սերմը։ Նա ունի այդ ազդեցությունը։ Նա տարբեր է մյուս աշխատակցուհիներից։ Ինչպես տարբեր։ Չգիտեմ բացատրել։ Նա Հելենային հասկանում է այնպես, ինչպես ոչ ոք մինչ այդ չէր կարողացել։ Սեսիլիան ուսումնասիրեց ընկերոջ դեմքը։ Իսկ դուք, Գայոս։ Նա ձեզ հասկանում է։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Նա պարզապես աշխատակցուհի է։ Աշխատակցուհի, ով կյանք վերադարձրեց ձեր դստեր։ Աչքերին, նկատեց Սեսիլիան։ Եվ միգուցե, եթե թույլ տաք, կարող է նույնը անել նա ձեզ համար։ Գայոսը հայացքը շեղեց։ Մի սկսեք դա, Սեսիլիա։ Ինձ բավական է Դեբորայի պնդումը, որ պետք է առաջ շարժվեմ։ Դեբորայի հիշատակումը փոփոխություն առաջացրեց Սեսիլիայի արտահայտության մեջ։ Դեռ շփվում եք նրա հետ։ Ամեն ինչից հետո։ Նա եղել է ներկա։ Իր ձով, որը ներառում է ձեր կյանքում Մարիամին փոխարինողի դերում հայտնվելու փորձը, անկեղծորեն մեկնաբանեց Սեսիլիան։ Մարիամը երբեք չէր սիրում նրան, դուք դա գիտեք։ Դա անցյալ է, կտրեց Գայոսը։ Ճաշենք։ Լուիզան ինչ-որ բան է պատրաստել։ Ճաշի ընթացքում Սեսիլիան ուշադիր դիտում էր, թե ինչպես էր Հելենան փոխազդում Լուիզայի հետ, հայացքները, ժեստերը, այն վստահությունը, որը հստակորեն գոյություն ուներ երկուսի մեջ։ Դա մի դինամիկա էր, որը նրան հանգստացնում էր, բայց միևնույն ժամանակ անհանգստության մի բուռ էր առաջացնում։ Ճաշից հետո, մինչ Հելենան գնացել էր սենյակ, կնքամորը ցույց տալու համար նկարներ վերցնելու, Սեսիլիան օգտվեց առիթից, տնտեսուհու հետ առանձին խոսելու։ Լուիզա, չէ՞։ Պատմեք ինձ ձեր մասին։ Շատ բան չկա պատմելու, տիկին։ Մեծացել եմ հաստատություններում, աշխատել եմ տարբեր տներում։ Իսկ այս տնից առաջ։ Մի ստվեր անցավ Լուիզայի հայացքով։ Աշխատել եմ մի ընտանիքի մոտ Գյումրիում։ Ցավոք, լավ չավարտվեց։ Իսկ ինչու՞։ Եղան թյուրիմացություններ։ Նախընտրում եմ մանրամասներ չներկայացնել։ Սեսիլիան գլխով արեց, հասկանալով։ Ներողություն հարցաքննության համար։ Պարզապես Հելենան ինձ համար շատ կարևոր է։ Խոստացել եմ նրա մորը, որ միշտ կպաշտպանեմ նրան։ Լիովին հասկանում եմ։ Եվ կարող եմ երաշխավորել, որ նրա բարեկեցությունն իմ գերակա առաջնահերթությունն է։ Երեկոյան, Սեսիլիայի մեկնելուց հետո, Դեբորան հայտնվեց առանց նախազգուշացման։ Նա Գայոսին գտավ պատշգամբում, դիտելով Դիլիջանի աստղազարդ երկինքը, ձեռքին գինու բաժակ։ Նրա մասին ես մտածում, հարցրեց նա, նստելով նրա կողքին։ Միշտ, պատասխանեց Գայոսը, չմանրամասնելով, թե արդյոք խոսքը կնոջ կամ դստեր մասին է։ Իմացա, որ Սեսիլիան այսօր այստեղ էր, պատահաբար մեկնաբանեց Դեբորան։ Նա ինչ-որ բան հիշատակեց նոր տնտեսուհու մասին։ Լուիզան։ Պարզապես ասաց, որ լավ է աշխատում Հելենայի հետ։ Դեբորան կում արեց իր բաժակից։ Դուք պատշաճ կերպով ուսումնասիրել եք նրա անցյալը։ Գայոսը դժգոհ դեմք ընդունեց։ Գործակալությունը կատարել է ստանդարտ ստուգումը։ Ինչո՞վ։ Հետաքրքրություն, պատասխանեց Դեբորան, անվստահություն ներշնչող ժպիտով։ Ի վերջո, նա շատ ժամանակ է անցկացնում ձեր դստեր հետ։ Չեք կարծում, որ խելամիտ է իմանալ, թե կոնկրետ ով է այդ կինը։ Ինչ եք ակնարկում, Դեբորա։ Ոչինչ կոնկրետ։ Բայց նկատել եք, թե ինչպես է Հելենան փոխվում։ Ինչպես է այդքան արագ կապվել լիովին անծանոթի հետ։ Դա լավ է, չէ՞։ Հելենան վերջապես բացվում է։ Դեբորան մոտեցավ, ձեռքը դնելով նրա ձեռքին։ Ես պարզապես անհանգստանում եմ ձեր երկուսի համար։ Այն ամենից հետո, ինչ անցել եք, դուք արժանի եք կայունության։ Եվ վստահել մեկին, ում հազիվ եք ճանաչում։
Լուիզան հիանալի է եղել Հելենայի հետ։ Անհանգստանալու պատճառ չեմ տեսնում։ Եթե դուք եք ասում, պատասխանեց Դեբորան հետ թեքվելով։ Խոսելով Հելենայի մասին, որտեղ է փոքրիկը։ Արդեն քնած է։ Լուիզան քնելուց առաջ ընթերցանության ռեժիմ է ներդրել, որն օգնում է մղձավանջների դեմ։ Դեբորայի արտահայտությունը պահի իսկ խստացավ։ Հիասքանչ է, թե ինչպես է այս տնտեսուհին այդքան շատ մայրական գործառույթներ ստանձնել այդքան կարճ ժամանակում։ Գայոսը կարծես չնկատեց մեկնաբանության դառնությունը։ Հելենան արժանի է հնարավոր ամբողջ օգնությանը։ Հաջորդ օրը, նախաճաշի ընթացքում, հեռախոսը զանգեց։ Դեբորան էր, տարօրինակ կերպով անհանգստացած ձայնով։ Գայոս, պետք է խոսեմ քեզ հետ։ Դա Լուիզա Քամոսյանի մասին է։ Ինչ է նրա հետ, հարցրեց նա հեռանալով, որպեսզի տնտեսուհին, ով Հելենային շիլա էր մատուցում, չլսեր։ Մի ընկերուհի, ով աշխատում է մարդկային ռեսուրսների բաժնում, ստուգում կատարեց ինձ համար։ Կարծես ձեր տնտեսուհին ունի խնդրահարույց անցյալ։ Ինչ տեսակի անցյալ։ Նրան հեռացրել են իր վերջին աշխատանքից կասկածելի հանգամանքներում։ Ինչ-որ բան կապված ընտանիքի երեխայի հետ։ Չկարողացա բոլոր մանրամասները ստանալ, բայց կարծես լուրջ է։ Գայոսը սրտի մեջ մի սեղմում զգաց։ Համոզվա՞ծ եք։ Բացարձակապես։ Պարզապես կարծեցի, որ դուք պետք է իմանաք, հաշվի առնելով, թե որքան մոտ է նա Հելենային։ Անջատելուց հետո Գայոսը դիտեց Լուիզային Հելենային խոհանոցում։ Տնտեսուհին մրգեր էր կտրում զվարճալի ձերով, աղջկա դեմքին փոքրիկ ժպիտներ առաջացնելով։ Այդ փոխազդեցության մեջ կար մի անկեղծ, մաքուր բան, որը հակասում էր Դեբորայի ակնարկներին։ Ավելի ուշ այդ օրը Լուիզան Հելենային գտավ սենյակում, մահճակալի վրա մեծ թուղթ բացելով։ Դա 3 ձողիկ մարդուկների նկար էր, մեկ մեծ, հստակորեն արական, մեկ փոքր, գանգրահեր մազերով, մի կին մարդուկ նրանց միջ, ձեռք բռնած երկուսի հետ։ Գեղեցիկ ընտանիք է, մեկնաբանեց Լուիզան։ Հելենան մատնացույց արեց կին մարդուկին, ապա Լուիզային, նրա աչքերը արտահայտում էին այն, ինչ բառերը չէին կարող։ Ես, հարցրեց Լուիզան անսպասելի զգացմունք զգալով, որը սեղմում էր իր կոկորդը։ Ես ձեր ընտանիքում եմ։ Աղջիկը գլխով արեց, բռնելով Լուիզայի ձեռքը սեղմելով այն իր փոքրիկ մատներով։ Այդ պահին Գայոսը հայտնվեց դռան մոտ ականատես եղավ տեսարանին, նկարը, Հելենայի ժեստը, Լուիզայի աչքերում թաքնված հուզմունքը։ Ինչ-որ բան շարժվեց նրա ներսում, դստեր բացվելը տեսնելուց առաջացած թեթացման, այդքան ուժեղ կապից վախի Լուիզային դիտելիս առաջացած անորոշ զգացմունքի բարդ խառնուրդ։ Ինչ է սա, հարցրեց նա, մտնելով սենյակ։ Հելենան արագ վերցրեց նկարը, հպարտորեն մեկնեց հորը։ Գայոսը լուռ ուսումնասիրեց այն, աչքերը հառած միացած 3 մարդուկներին։ Շատ գեղեցիկ է, դուստրս, ասաց նա վերջապես, ձայնը մի փոքր դողդոջուն։ Իսկապես շատ գեղեցիկ։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Լուիզայի աչքերին, նրանց միջ լուռ խորը մի բան հաղորդվեց, փոխադարձ ճանաչում, որ դանդաղորեն ամեն ինչ փոխվում էր այդ տանը։ Ցավից բարձրացած պատերում սկսվում էին փոքրիկ ճաքեր հայտնվել, որոնց միջով լույսը փորձում էր նորից ներթափանցել։ Բայց առանձնատան դրսում Դեբորան դիտում էր տունը, ձեռքին բջջային հեռախոսը, վճռական։ Նա արագ հաղորդագրություն մուտքագրեց։ Ինձ ավելի շատ տեղեկություններ են պետք Լուիզա Քամոսյանի մասին։ Այն ամենը, ինչ կարող եք գտնել։ Շտապ է։ Բջջային հեռախոսի էկրանը լուսավորեց նրա դեմքը կապտավուն փայլով, ընդգծելով նրա աչքերի հաշվենկատ արտահայտությունը։ Դեբորա Վասկոնցյանի համար այդ տնտեսուհին սպառնալիք էր, որը պետք է վերացվեր, նա գիտեր, թե ինչպես դա անել։ Գարնան գալուստը գույների պայթյուն բերեց Մենդոնցյանների առանձնատան այգիներին։ Ծաղիկները, որոնք Լուիզան Հելենան միասին տնկել էին, սկսում էին ծաղկել, վերափոխելով նախկինում մելամաղձոտ տեսարանը։ Տան ներսում նույնքան նշանակալի փոփոխություններ էին տեղի ունենում, թե ավելի նուրբ։ Մի արոտ կիրակի կեսօրին Գայոսը որոշեց խախտել իր առօրյան հատուկ ճաշ։ Պատրաստել այգում։ Դա առաջին անգամ էր, որ նա որոշել էր պատրաստել ինչ-որ բան, բացի խիստ անհրաժեշտից, Մարիամի մեկնելուց հետո։ Ինձ օգնականներ են պետք, հայտարարեց նա, զարմացնելով Հելենային, Լուիզային։ Մենք կպատրաստենք ամբողջական ֆեյժոադա, ինչպես հին ժամանակներում։ Հելենայի աչքերը փայլեցին։ Նա վազեց խոհանոց Լուիզայի զարմանքին, բացեց մի կոնկրետ դարակ, հանելով արածաղիկներով ասեղնագործված փոքրիկ մանկական գոգնոց։
Դա նրա մորն էր, բացատրեց Գայոսը, նկատելով Լուիզայի հետաքրքրված հայացքը։ Նրանք համապատասխան գոգնոցներ ունեին, երբ կիրակի օրերին միասին էինք պատրաստում։ Լուիզան օգնեց Հելենային կապել գոգնոցը։ Կարծես մենք ընտանեկան ավանդույթ ունենք, որը պետք է պահպանենք։ Ընտանեկան բառը օդում կախված մնաց, լի իմաստով։ Գայոսը մի պահ վարանեց, բայց հետո ժպտաց անկեղծ ժպիտ, առաջինը, որ Լուիզան տեսավ այն օրվանից, ինչ եկել էր այդ տուն։ Այո, ունենք, համաձայնեց նա, գոգնոց մեկնելով նա Լուիզային։ Սա Մարիամինն էր, բայց կարծում եմ նա չէր առարկի, որ դու այսօր այն կրես։ Ժեստը պարունակում էր մի մտերմություն, որը Լուիզային թեթակի կարմրեցրեց։ Նա ընդունեց գոգնոցը հարգանքով, գիտակցելով այդ արարքի իմաստը։ Կեսօրն անցավ մի ներդաշնակությամբ, որը վաղուց գոյություն չուներ այդ տանը։ Գայոսը Հելենային Լուիզային ուղղորդում էր բաղադրիչները պատրաստելիս, բացատրելով յուրաքանչյուր քայլը այն կրքով, ով իսկապես սիրում է այն, ինչ անում է։ Պահերով նրա խիստ կեցվածքը անհետանում էր, տեղը զիջելով այն մարդուն, ով նա էր եղել ողբերգությունից առաջ, սիրող հայր, խոհարար, ով կրքով էր կիսվում գիտելիքներով։ Պետք է զգալ կերակուրը, բացատրում էր նա, ուղղորդելով Հելենայի ձեռքերը, մինչ նա լոբի էր խառնում։ Խոհարարությունը միայն բաղադրատոմսերին հետելը չէ, այն յուրաքանչյուր բաղադրիչի հոգին հասկանալն է։ Լուիզան հոր դստեր փոխազդեցությունը դիտում էր զուսպ ժպիտով։ Դա կարծես խիստ ձմռան հալոցքին ականատես լիներ։ Մինչ նրանք ճաշում էին այգու սեղանի մոտ, մեծ ծառի ստվերի տակ, Հելենան վերցրեց իր նկարչական տետրը։ Նա արագ ինչ-որ բան գծեց ցույց տվեց Լուիզային, երեք ժպտացող մարդուկներ, իրենց կրած գոգնոցներով, ձեռք ձեռքի տված։ Շատ գեղեցիկ ընտանիք է, հուզված մեկնաբանեց Լուիզան։ Հելենան եռանդուն գլխով արեց, ապա մատնացույց արեց Լուիզային նկարում մի ժեստ արեց, որը տնտեսուհուն անխոս թողեց։ Աղջիկը մատնացույց արեց բերանը, ապա իր սիրտը, ապա Լուիզային։ Կարծում եմ, նա փորձում է ձեզ ինչ-որ կարևոր բան ասել, մեկնաբանեց Գայոսը ուշադիր դիտելով։ Հելենան խորը շունչ քաշեց, կարծես աշխարհի ամբողջ քաջությունը հավաքելով։ Նրա շուրթերը թեթակի դողացին, ապա երկուսի զարմանքին նա մեղմ, բայց պարզ ձայնով արտաբերեց. Մայրիկ։ Ժամանակը կարծես սառեց։ Դա առաջին բառն էր, որ Հելենան արտաբերեց գրեթե 2 տարվա ընթացքում։ Եվ ոչ թե ցանկացած բառ։ Լուիզան գունատվեց, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Հելենա… Գայոսը անշարժ մնաց, նրա արտահայտությունն անընթեռնելի էր։ Էմոցիաների մրրիկ էր անցնում նրա դեմքով, ցնցում, որ դուստրը վերջապես խոսել էր, շփոթություն բառի բովանդակությունից, ինչ-որ ավելի խորը, ավելի բարդ բան։ Դու խոսեցիր, մրմնջաց նա վերջապես, ձայնը դողդոջուն։ Դուստրս, դու խոսեցիր։ Հելենան ժպտաց կրկնեց, այս անգամ ուղղակիորեն նայելով Լուիզային, մայրիկ։ Լուիզան, տեսանելիորեն շփոթված, չգիտեր, թե ինչպես արձագանքի։ Հելենա, սիրելիս, ես չեմ։ Կարծում եմ, պետք է խոսենք դրա մասին, մեղմորեն ընդհատեց Գայոսը։ Բայց ոչ հիմա։ Հիմա եկեք տոնենք այն փաստը, որ Հելենան խոսեց։ Սա արտասովոր է։ Ուրախության պահը, սակայն, կարճատ կլիներ։ Քարե արահետի վրա կրունկների ձայնը հայտարարեց Դեբորայի ժամանումը, ուղեկցությամբ Սեսիլիայի։ Երկուսն էլ լուրջ արտահայտություններ ունեին, որոնք հակադրվում էին այգու տոնական մթնոլորտին։ Մի բան ընդհատեցինք, հարցրեց Դեբորան, նրա աչքերը սահում էին ընտանեկան տեսարանով, վատ թաքցված դժգոհությամբ։ Կարծես իսկական ընտանեկան պատկեր լինի։ Հելենան խոսեց, հայտարարեց Գայոսը, անտեսելով Դեբորայի տոնը։ Նա հենց նոր ասաց իր առաջին բառը 2 տարվա ընթացքում։ Սեսիլիան անմիջապես մոտեցավ, անկեղծորեն հուզված։ Օ, իմ Աստված։ Սա հրաշալի է։ Ինչ ասաց նա։ Անհարմար լռություն հետեց հարցին։ Հելենան էր, ով խախտեց այն, մատնացույց անելով Լուիզային վճռականորեն կրկնելով. Մայրիկ։ Սեսիլիայի արտահայտությունը ուրախությունից վայրկյանների ընթացքում վերածվեց անհանգստության։ Դեբորան, իր հերթին, սառը ժպիտ արեց։ Մայրիկ, կրկնեց Դեբորան, նրա ձայնը լի ակնարկներով։ Հետաքրքիր բառի ընտրությունը, չեք կարծում, Գայոս։ Հելենան շփոթված է, պատասխանեց նա պաշտպանողաբար։ Բնական է, որ բնական ընդհատեց Դեբորան։ Մի աշխատակցուհի, ով փոխարինում է Մարիամին Հելենայի մտքում, ձեզ բնական է թվում։ Դեբորա, խնդրեմ, միջամտեց Սեսիլիան։
Սա դրա ժամանակը չէ։ Ընդհակառակը, հենց հիմա է ժամանակը, պնդեց Դեբորան, պայուսակից թղթապանակ հանելով։ Հատկապես հաշվի առնելով, թե ինչ ենք պարզել օրիորդ Քամոսյանի մասին։ Լուիզան գունատվեց։ Ինչի մասին եք խոսում։ Միգուցե պետք է դա քննարկենք առանձին, առաջարկեց Սեսիլիան նշանակալի հայացք նետելով Հելենային, ով ամեն ինչ դիտում էր վախեցած աչքերով։ Հելենա, սիրելիս, մեղմորեն կանչեց Լուիզան։ Ինչու՞ չես գնում քո նոր նկարը ցույց տալու Տոտոյին։ Տոտո այն անունն էր, որ աղջիկը տվել էր փափուկ ճագարին։ Դժկամորեն Հելենան հնազանդվեց, նախքան Լուիզային անհանգիստ հայացք նետելը։ Հենց աղջիկը մտավ տուն, Դեբորան բացեց թղթապանակը սեղանին։ Կարծեցի, որ դուք պետք է իմանաք, թե ում հետ եք թողել ձեր դստերը, Գայոս։ Ներսում թերթերի կտրոններ տարբեր փաստաթղթեր կային։ Գայոսը վերցրեց թղթերից մեկը, կարծես ոստիկանական բողոք լիներ Լուիզայի դեմ։ Ինչ է սա, հարցրեց նա, լարված ձայնով։ Ճշմարտությունը ձեր կատարյալ տնտեսուհու մասին, պատասխանեց Դեբորան։ Նրան մեղադրել են անտեսման հոգեբանական բռնության մեջ, իր վերջին աշխատանքում խնամած երեխայի նկատմամբ։ Լուիզան վեր կացավ, դողալով։ Սա փաստերի ամբողջական աղավաղում է։ Թորոսյան ընտանիքը Գյումրիից, շարունակեց Դեբորան, անտեսելով Լուիզայի բողոքը։ Նրանք բողոքել են նրա դեմ այն բանից հետո, երբ պարզել են, որ նա հոգեբանորեն մանիպուլյացիայի է ենթարկում իրենց որդուն, ստիպելով երեխային մերժել իր սեփական ծնողներին։ Այդպես չէր, պաշտպանվեց Լուիզան, նրա ձայնն այժմ ավելի ամուր էր։ Ես պաշտպանում էի այդ տղային։ Պաշտպանում, արամարանքով հարցրեց Դեբորան։ Այդպես եք անվանում երեխային հուզականորեն յուրացնելու փորձը։ Գայոսը թղթապանակից նայում էր Լուիզային, նրա արտահայտությունը շփոթության աճող հիասթափության խառնուրդ էր։ Ինչու՞ դուք դա չհիշատակեցիք հարցազրույցի ժամանակ։ Որովհետև դրանք կեղծ մեղադրանքներ էին, պատասխանեց Լուիզան, փորձելով պահպանել հանգստությունը։ Գործը կարճվել էր ապացույցների բացակայության պատճառով։ Ես երբեք չէի վնասի երեխային։ Եվ հիմա Հելենան նրան մայրիկ է կանչում, միջամտեց Դեբորան։ Չեք տեսնում, թե ինչպես է օրինակը։ Կրկնվում, Գայոս։ Նա Հելենայի հետ անում է նույնը, ինչ արեց այդ տղայի հետ։ Գայոսը շրջվեց դեպի Սեսիլիան։ Դուք գիտեիք դա։ Դեբորան ինձ երեկ պատմեց, անհարմարավետորեն խոստովանեց Սեսիլիան։ Ես ցնցված էի, Գայոս։ Հատկապես հաշվի առնելով, թե որքան էր Հելենան կապվել նրա հետ։ Միգուցե հենց դրա համար պետք է անհանգստանանք, առաջարկեց Դեբորան։ Որքանով է բնական, որ տրավմատացված երեխան այդքան արագ կապվում է անծանոթի հետ։ Ես անծանոթ չեմ Հելենայի համար, պաշտպանվեց Լուիզան, աչքերում արցունքներով։ Մենք վստահության հարաբերություններ ենք կառուցել։ Ես հարգում եմ նրան, լսում եմ, տեղ եմ տալիս նրա զգացմունքներին։ Սա մանիպուլյացիա չէ, սա հոգատարություն է։ Գայոսը ձեռքով անցկացրեց մազերին, տեսանելիորեն շփոթված։ Ինչու նախորդ ընտանիքը մեղադրեց նրան, ուրեմն։ Լուիզան վարանեց։ Որովհետև ես պարզեցի, որ նրանք վատ էին վերաբերվում տղային։ Ոչ ֆիզիկապես, բայց հուզականորեն։ Նրան ճնշում էին սահմաններից դուրս, անտեսում էին նրա հուզական կարիքները, պատժում էին խոցելիության ցանկացած դրսևորման համար։ Երբ բախվեցի նրանց հետ, նրանք հորինեցին այդ մեղադրանքները, ինձ վարկաբեկելու համար։ Հարմար պատմություն է, մեկնաբանեց Դեբորան։ Դա ճշմարտությունն է, պնդեց Լուիզան։ Ես նախկինում աշխատել եմ խնամքի հաստատություններում։ Ես գիտեմ, թե ինչպես ճանաչել, երբ երեխան տառապում է, նույնիսկ եթե լուռ։ Ինչպես Հելենան էր, երբ ես եկա այստեղ։ Վերջին նախադասությունը ավելի մեղադրական էր, քան Լուիզան մտադրվել էր։ Գայոսը տեսանելիորեն կոշտացավ։ Ինչ եք ակնարկում։ Որ ես վատ էի վերաբերվում իմ դստերուն։ Ոչ։ Երբեք, արագ շտկեց Լուիզան։ Բայց նա տառապում էր, Գայոս։ Նրան ավելին էր պետք, քան խիստ առօրյան լռությունները։ Նրան պետք էր տեսնել, լսել։ Նրան պետք էր իմանալ, որ դեռ կարող է զգալ, որ դեռ թույլտվություն ունի երեխա լինելու։ Եվ դուք հարմարավետորեն ապահովեցիք այդ ամենը, սարկազմով եզրակացրեց Դեբորան։ Դառնալով անփոխարինելի, նվաճելով նրա վստահությունը։ Եվ հիմա նա ձեզ մայրիկ է կանչում։ Կարծում եմ, դուք պետք է գնաք, ասաց Գայոսը վերջապես, նրա ձայնը սառն էր։
Մինչ որ ամեն ինչ պարզենք։ Գայոս, խնդրեմ, աղերսեց Լուիզան։ Մի արեք դա Հելենայի հետ։ Ոչ հիմա, երբ նա վերջապես նորից խոսում է։ Հենց այն պատճառով, որ նա նորից խոսում է, մենք պետք է ապահովենք, որ դա առողջ պատճառներով լինի, միջամտեց Սեսիլիան։ Եթե կա հոգեբանական մանիպուլյացիայի որևէ հնարավորությունը։ Ես նրան չեմ մանիպուլյացիայի ենթարկել, բացականչեց Լուիզան, ձայնը դողդոջուն։ Ես նրան սիրել եմ։ Դա տարբեր է։ Հետող լռությունը խլացուցիչ էր։ Սիրել եմ բառը օդում կախված էր որպես խոստովանություն։ Ես կգնամ իմ իրերը վերցնեմ, ասաց Լուիզան վերջապես, հասկանալով, որ իր դիրքն անկայուն է։ Բայց նախ պետք է հրաժեշտ տամ Հելենային։ Չեմ կարծում, խելամիտ է, զգուշացրեց Սեսիլիան։ Դա կարող է նրան ավելի շատ տրավմատացնել։ Ավելի տրավմատիկ կլինի անհետանալ առանց բացատրության, առարկեց Լուիզան։ Նա արդեն կորցրել է մորը այդպես։ Մեկնաբանությունը Գայոսին հարվածեց որպես ֆիզիկական հարված։ Նա կոշտ գլխով արեց։ 5 րոպե։ Ես միջանցքում կլինեմ։ Լուիզան Հելենային գտավ իր սենյակում, գրկած փափուկ ճագարին, աչքերը լայն բացված վախից։ Աղջիկը կարծես լսել էր քննարկման մի մասը։ Հելենա, սկսեց Լուիզան, ծնկի իջնելով երեխայի հասակին հավասարվելու համար։ Ես պետք է մի որոշ ժամանակով հեռանամ։ Ոչ, բողոքեց Հելենան, ձայնը դեռ թույլ էր չօգտագործելուց։ Մնա, մայրիկ։ Լուիզան կուլ տվեց կոկորդի հանգույցը։ Սիրելիս, ես քո մայրը չեմ։ Քո մայրը հրաշալի կին էր, ով շատ էր սիրում քեզ, բայց ով հիմա չի կարող այստեղ լինել։ Դու հոգ ես տանում, պնդեց Հելենան, երեխայի պարզ տրամաբանությամբ։ Ինչպես մայրիկը։ Այո, ես հոգ եմ տանում քո մասին։ Եվ միշտ կմտածեմ քո մասին, նույնիսկ հեռու։ Բայց հիմա պետք է գնամ։ Ինչո՞վ։ Հելենայի աչքերը լցվեցին արցունքներով։ Լուիզան զգուշորեն ընտրեց բառերը։ Երբեմն մեծահասակները տարաձայնություններ են ունենում, թե ինչն է լավագույնը։ Քո հորը ժամանակ է պետք մտածելու համար։ Հայրիկը նորից տխուր է, մրմնջաց Հելենան։ Տունը մութ է։ Լուիզան ուժեղ գրկեց աղջկան։ Դու ուժեղ ես, Հելենա։ Եվ հիմա ձայն ունես։ Օգտագործիր այն։ Ասա, թե ինչ ես զգում, ինչ ես մտածում։ Խոստանում ես։ Հելենան գլխով արեց Լուիզայի ուսին, լուր հեկեկալով։ Երբ նրանք բաժանվեցին, աղջիկը վերցրեց փափուկ ճագարը մեկնեց Լուիզային։ Վերցրու Տոտոին։ Դու հոգ տար։ Ժեստը կոտրեց Լուիզայի հանգստության վերջին մնացորդը։ Չեմ կարող Տոտոին վերցնել։ Այն քեզ է պատկանում։ Կվերադառնաս, հարցրեց Հելենան, նրա աչքերը խնդրում էին խոստում։ Եթե քո հայրը թույլ տա, այո, անկեղծորեն պատասխանեց Լուիզան։ Ես կվերադառնայի աչքի թարթումով։ Երբ Լուիզան դուրս եկավ սենյակից, նա Գայոսին գտավ միջանցքում, նրա դեմքը անթափանց դիմակ էր։ Ես կկազմակերպեմ ձեր ամբողջական վճարումը, ասաց նա պաշտոնապես, կարծես անծանոթի հետ խոսեր։ Խոսքը փողի մասին չէ, Գայոս, պատասխանեց նա, վիրավորված հանկարծակի պաշտոնականությունից։ Խոսքը Հելենայի մասին է։ Այն ընտանիքի մասին, որը մենք միասին վերակառուցում էինք։ Ընտանիք, կրկնեց նա, դառնությամբ։ Դուք այստեղ եք աշխատում 3 ամսից պակաս։ Բավական ժամանակ, որպեսզի տեսնեմ, թե որքան էիք դուք երկուստ վիրավորված։ Եվ որքան էիք սկսել ապաքինվել։ Ես ձեզ չէի վարձել մեզ բուժելու համար, առարկեց նա։ Ես ձեզ վարձել էի տանը հոգ տանելու համար։ Լուիզան համար արցունքը սրբեց։ Գիտեք, թե ինչն է ամենաթխուրը։ Առաջին անգամն է, ինչ ես եկել եմ, դուք անկեղծ եք ձեր զգացմունքների մասին։ Նույնիսկ եթե դա զայրույթ է։ Նա վերցրեց իր փոքրիկ ճամպրուկը, որն արդեն պատրաստ էր։ Առանձնատան դռան մոտ նա վերջին անգամ շրջվեց։ Երբ պատրաստ լինեք լսել Թորոսյան ընտանիքում տեղի ունեցածի մասին ճշմարտությունը, գիտեք, թե որտեղ գտնել ինձ։ Գայոսը անշարժ մնաց, դիտելով, թե ինչպես է Լուիզան իջնում առանձնատան աստիճաններով քայլում երկար ծառուղիով։ Ինչ-որ բան նրա ներսում բղավում էր նրան հետ կանչելու համար, բայց նրա հպարտությունն ու վախը ավելի բարձր խոսեցին։ Իր սենյակից Հելենան դիտում էր պատուհանից, փոքրիկ ձեռքը սեղմած ապակուն, մինչ միակ մարդը, ով նրան նորից խոսել էր ստիպել, անհետանում էր հորիզոնում։
Լուիզայի հեռանալուց հետո մնացած դատարկությունը բնակություն հաստատեց Մենդոնցյանների առանձնատանը որպես ֆիզիկական ներկայություն։ Լռությունը, որը նախկինում սկսում էր ցրվել, վերադարձավ էլ ավելի մեծ ուժով, խիտ շնչահեղձ անող։ Հելենան գրեթե անմիջապես վերադարձավ իր լռությանը։ Նրա աչքերը կորցրեցին վերջերս ձեռք բերված փայլը, նա նորից սկսեց շրջել սենյակներով որպես մի փոքրիկ ստվեր։ Երբ Դեբորան կամ Սեսիլիան փորձում էին շփվել նրա հետ, աղջիկը լիովին փակվում էր, ուժեղ գրկելով փափուկ ճագարին, կարծես դա նրա վերջին կապն էր Լուիզայի հետ։ Գայոսը դիտում էր դստեր հետընթացը աճող տագնապով։ Նա հույս ուներ, որ իրավիճակը կբարելավվի տնտեսուհու հեռանալուց հետո, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ վիճակին, բայց այն, ինչ հիմա նորմալ էր, անտանելիորեն անբավարար էր թվում։ Առօրյան, որը նախկինում կառուցվածք էր տալիս, այժմ վանդակներ էր թվում։ Լռությունը, որը նախկինում ապաստան էր, այժմ մեղադրանք էր հնչում։ Լուիզայի հեռանալուց մեկ շաբաթ անց, ընթրիքի ժամանակ, Հելենան հրեց չդիպչված ափսեն նայեց հորը, տխրության մեղադրանքի խառնուրդ արտահայտող հայացքով։ «Մայրիկ եմ ուզում», ասաց նա, նրա ձայնը փոքր էր, բայց վճռական։ «Մայրիկ» բառի օգտագործումը Գայոսին հարվածեց որպես ապտակ։ Նա գիտեր, որ Հելենան չէր խոսում Մարիամի մասին։ «Հելենա», սկսեց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ «Լուիզան քո մայրը չէ։ Նա մեր աշխատակցուհին էր»։ Նա հոգ էր տանում, առարկեց Հելենան երեխայի ուղղակի տրամաբանությամբ։ Նա լսում էր։ Նա տեսնում էր։ Դրանք պարզ նախադասություններ էին, բայց լի իմաստով։ Հատկապես մի աղջկա կողմից, ով մինչ վերջերս ոչ մի բառ չէր արտաբերում։ «Ես էլ եմ հոգ տանում քո մասին», պաշտպանվեց Գայոսը, իրեն անարդարացիորեն մեղադրված զգալով։ «Միշտ հոգ եմ տարել»։ Հելենան երկար նայեց նրան, նրա մեծ աչքերը լի իմաստությամբ, որը անհամաչափ էր թվում նրա տարիքին։ «Չես տեսնում», ասաց նա պարզապես, իջնելով աթոռից հեռանալով ճաշասենյակից։ Դստեր խոսքերը հետապնդում էին Գայոսին մնացած ամբողջ գիշեր։ Անհանգիստ, նա շրջում էր առանձնատանը, մինչ հասավ Հելենայի սենյակ։ Դուռը կիսաբաց էր, նա կարողացավ տեսնել նրան քնած, դեմքը չորացած արցունքներով նշված, կարճած այն գոգնոցներից մեկին, որը Լուիզան հագնում էր խոհանոցում։ Ինչ-որ կերպ աղջիկը գտել էր տնտեսուհու այդ անձնական իրը։ Ինչ-որ բան կոտրվեց Գայոսի ներսում։ Ամիսներ էր, ոչ տարիներ, որ նա թաքնվում էր առօրյայի կանոնների հետում, որպեսզի չառերեսվեր իր սեփական ցավին։ Եվ այդ ընթացքում նա կուրացել էր իր դստեր ցավի նկատմամբ։ Հաջորդ առավոտյան, հակառակ իր բոլոր կանոններին, Գայոսը չգնաց աշխատասենյակ։ Փոխարենը, նա մեքենայով մեկնեց Գյումրի, վճռականորեն պարզելու Լուիզայի անցյալի մասին ճշմարտությունը։ Առաջին կանգառը այն աշխատանքի տեղավորման գործակալությունում էր, որը նրան խորհուրդ էր տվել։ Ընդունարանի աշխատակցուհին, միջին տարիքի մի կին, նրան անմիջապես ճանաչեց։ «Պարոն Մենդոնցյան»։ «Ինչ անակնկալ։ Որ է խնդիր կա»։ «Օրիորդ Քամոսյանի հետ»։ Իրականում, պատասխանեց Գայոսը, զգուշորեն ընտրելով բառերը, ես փորձում եմ ավելի լավ հասկանալ նրա մասնագիտական անցյալը։ Հատկապես Թորոսյան ընտանիքի հետ կապված։ Կնոջ արտահայտությունը նուրբ փոխվեց։ Ահ, այդ դեպքը։ Ցավալի իրավիճակ։ Ուրեմն դուք տեղյակ եք մեղադրանքներից։ Իհարկե։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ամեն ինչ, նախքան նրան մեր գրանցամատյանում պահելը։ Լուիզա Քամոսյանը մեր լավագույն մասնագետներից է։ Բայց նրան մեղադրել են հոգեբանական մանիպուլյացիայի մեջ, որ երեխային ստիպել է շրջվել ծնողների դեմ, պնդեց Գայոսը, կրկնելով Դեբորայի պնդումները։ Ընդունարանի աշխատակցուհին հառաչեց, շուրջը նայելով, որպեսզի համոզվի, որ ոչ ոք չի լսում իրենց։ Պարոն Մենդոնցյան, այդ պատմության մեջ շատ ավելին կա, քան պաշտոնական գրառումներում։ Թորոսյան ընտանիքը ազդեցիկ է։ Նրանք ունեն իրենց տարբերակը, Լուիզան ունի իրենը։ Առաջարկում եմ խոսել դոկտոր Ռաքել Սիլվերյանի հետ։ Նա կարող է ավելի լավ պարզաբանել։ Ո՞վ է դոկտոր Ռաքելը։ Հոգեբանը, ով գնահատել է Թորոսյանների որդուն գործընթացի ընթացքում։ Նրա գրասենյակը գտնվում է կենտրոնում։ Մի քանի ժամ անց Գայոսը նստած էր դոկտոր Ռաքելի դիմաց, հանգիստ տեսքով խորը հայացքով մի կնոջ։ Սովորաբար ես չէի քննարկի նման դեպք, բացատրեց նա իրավիճակը լսելուց հետո։ Բայց հաշվի առնելով, որ գործը կարճվել է, որ ձեր դուստրը հուզականորեն կապված է Լուիզայի հետ, ես բացառություն կանեմ։
Շնորհակալ եմ, պատասխանեց Գայոսը, լարված։ Ինձ պետք է իմանալ ճշմարտությունը։ Դոկտոր Ռաքելը ձեռքերը խաչեց սեղանին։ Ճշմարտությունը, պարոն Մենդոնցյան, այն է, որ Լուիզա Քամոսյանը միակ մարդն էր, ով իսկապես մտածում էր այդ տղայի բարեկեցության մասին։ Թորոսյանները այն են, ինչ մենք անվանում ենք թունավոր կատարողական ծնողներ։ Արտաքնապես կատարյալ ընտանիք, ներքնապես մշտական ճնշման, անհնարին սպասումների հուզական վերահսկողության միջավայր։ Իսկ տղան… Նա անհանգստության լուրջ ախտանիշներ էր զարգացնում։ 7 տարեկանում արդեն ուներ նյարդային խոց, քրոնիկ անկնություն, խուճապային նոպաներ։ Լուիզան նկատեց նշանները, փորձեց միջամտել։ Ինչպես? Առաջարկելով հուզական աջակցություն, ստեղծելով անվտանգ տարածք նրա համար, զգացմունքներ արտահայտելու, այո, ի վերջո առերեսվելով ծնողների հետ։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ փլուզվեց։ Նրանք մեղադրեցին նրան մանիպուլյացիայի մեջ, պնդելով, որ նա փորձում էր գողանալ որդու սերը։ Գայոսը ստամոքսում ծանրություն զգաց։ Ուրեմն նա իսկապես պաշտպանում էր երեխային։ Անկասկած, հաստատեց հոգեբանը։ Ցավոք, Թորոսյանների ազդեցությունը գերակը շռեց։ Գործը կարճվեց կոնկրետ ապացույցների բացակայության պատճառով, բայց Լուիզան մնաց նշանավորված։ Ոչ ոք չէր ուզում վարձել տնտեսուհու, իր անցյալում նման մեղադրանքով, նույնիսկ առանց դատապարտման։ Ինչու գործակալությունը շարունակեց աշխատել նրա հետ, ուրեմն։ Որովհետև գիտեին ճշմարտությունը։ Եվ որովհետև Լուիզան հազվագյուտ շնորհ ունի, նա իսկապես կապվում է տրավմատացված երեխաների հետ։ Նա ինքը մեծացել է համակարգում, գիտեք։ Շատ վաղուց որբացած, անցել է խնամատար ընտանիքներով, հաստատություններով, որտեղ միշտ չէ, որ լավ են վերաբերվել նրան։ Այդ փորձը նրան հատկապես զգայուն դարձրեց երեխաների չարտահայտված կարիքների նկատմամբ։ Բացահայտումը խորապես հարվածեց Գայոսին։ Նա հիշեց, թե ինչպես էր Լուիզան բնազդաբար հասկանում, թե ինչ էր պետք Հելենային, ինչպես էր կարողանում մեկնաբանել նրա լռությունները, նրա ժեստերը, նրա վախերը։ Նա նորից է դա անում, մրմնջաց նա, ավելի շատ իրեն, քան հոգեբանին։ Պաշտպանում է տառապող երեխային։ Կարծում եմ, այո, համաձայնեց դոկտոր Ռաքելը։ Եվ այն, ինչ պատմեցիք ինձ ձեր դստեր մասին, զգալի հաջողությամբ։ Վերադառնալով Դիլիջան, Գայոսը բախվեց մի փոթորկի, որը կարծես արտացոլում էր իր սեփական ներքին փոթորիկը։ Անձրը թափվում էր խիտ վարագույրներով, փողոցները ժամանակավոր գետերի վերածելով։ Երբ վերջապես հասավ առանձնատուն, թաց հուզականորեն հյուծված, նա անակնկալ տեսարան հայտնաբերեց։ Դեբորան, Սեսիլիան սենյակում էին, Հելենան նրանց միջ, երեքն էլ կարծես բուռն վեճի մեջ լինեին։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Գայոսը, զգուշացած դստեր տագնապած դեմքը տեսնելով։ Մենք փորձում էինք համոզել Հելենային բացվել, արագ բացատրեց Դեբորան։ Նա շատ փակ է այն օրվանից, ինչ այդ կինը հեռացավ։ Նա անուն ունի, ծառնորեն ասաց Գայոսը։ Լուիզա։ Մի նույն է, անտեսեց Դեբորան։ Կարևորն այն է, որ Հելենան պետք է հաղթահարի այս հիվանդագին կապվածությունը։ Հիվանդագին կապվածություն, անհավատությամբ կրկնեց Գայոսը։ Նա կապվել է մեկի հետ, ով նրան վերաբերվում էր սիրով, հարգանքով։ Ինչպես կարող է դա հիվանդագին լինել։ Սեսիլիան միջամտեց, հաշտարարաբար։ Գայոս, դուք գիտեք, որ մենք միայն լավագույնն ենք ուզում Հելենայի համար։ Մենք անհանգստացած ենք այն ազդեցությունից, որ այս բաժանումը թողնում է նրա վրա։ Եվ դուք կարծում եք, որ տրավմատացված երեխային բացվելուց ստիպելը լուծումն է, հարցրեց նա, ձայնը բարձրացնելով։ Նայեք նրան։ Նա հստակորեն տագնապած է։ Հելենան ծալվել էր բազմոցին, գրկած փափուկ ճագարին, կարծես նրա կյանքը դրանից էր կախված։ Նրա աչքերը լայն բացված էին, վախեցած մեծահասակների միջ տեղի ունեցող բախումից։ Մենք չէինք ճնշում, պաշտպանվեց Դեբորան։ Պարզապես փորձում էինք օգնել։ Ինչպես եք փորձել օգնել, երբ բերեցիք այդ մեղադրանքները Լուիզայի դեմ, առարկեց Գայոսը, զայրույթն աճում էր նրա ներսում։ Մեղադրանքներ, որոնք, ի դեպ, այսօր պարզեցի, որ լիովին կեղծ են։ Դեբորան թեթակի գունատվեց։ Կեղծ։ Ինչի մասին եք խոսում։ Ես տեսա փաստաթղթերը, բողոքները։ Ես տեսա նույն փաստաթղթերը, Դեբորա։ Եվ ես ավելին արեցի։ Ես խոսեցի գործակալության դեպքի հետ կապված հոգեբանի հետ։ Լուիզան պաշտպանում էր այդ երեխային չարաշահող ծնողներից։
Եվ դուք հավատացիք դրան, հարցրեց Դեբորան, վերականգնելով հանգստությունը։ Ակնհայտ է, որ նա մանիպուլյացիայի է ենթարկել այդ մարդկանց, ինչպես հիմա մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ։ Բավական է, բացականչեց Գայոսը, բռունցքով խփելով սեղանին այնքան ուժեղ, որ Հելենան էլ ավելի ծալվեց։ Նա անմիջապես զղջաց այդ ժեստի համար։ Կներես, դուստրս։ Չէի ուզում վախեցնել քեզ։ Նա մոտեցավ աղջկան ծնկի իջավ նրա դիմաց։ Հելենա, ինձ պետք է, որ դու ինձ ճշմարտությունն ասես։ Ինչպես էիր զգում Լուիզայի այստեղ լինելու ժամանակ։ Նա երբեք փորձել է քեզ ստիպել վատ մտածել իմ կամ ընտանիքի որևէ անդամի մասին։ Հելենան նայեց հորը, զարմացած ուղիղ հարցից։ Ապա բացասաբար գլխով արեց։ Նա իմ մասին էր խոսում, երբ մենակ էիք։ Հելենան գլխով արեց։ Իսկ ինչ էր ասում։ Աղջիկը վարանեց, արագ նայելով Դեբորային, կարծես վախենալով նրա արձագանքից։ Ապա, մեղմ ձայնով, պատասխանեց. Որ հայրիկը տառապում է։ Որ հայրիկը սիրում է, բայց չգիտի, թե ինչպես ցույց տալ։ Որ ինձ համբերություն է պետք։ Գայոսը կոկորդում հանգույց զգաց։ Նա ասաց դա։ Որ ես քեզ սիրում եմ։ Հելենան նորից գլխով արեց։ Ասաց, որ Մայր Մարիամը նայում է աստղերից։ Որ հայրիկին ժամանակ է պետք, որ սիրտը բուժվի։ Յուրաքանչյուր բառ հայտնություն էր։ Փոխանակ Հելենային հորից հեռացնելու փորձի, ինչպես Դեբորան էր առաջարկել, Լուիզան փորձել էր օգնել աղջկան հասկանալ հոր ցավը։ Նա կենդանի էր պահել Մարիամի հիշատակը։ Նա, ըստ էության, փորձել էր կամուրջներ վերակառուցել, դրանք այրելու փոխարեն։ Տեսակ, ընդհատեց Դեբորան անհամբեր։ Նա խառնվում էր ընտանեկան գործերին, որոնք իրեն չէին վերաբերում։ Խոսում էր այնպիսի բաների մասին, որոնց մասին չպետք է խոսեր տպավորվող երեխայի հետ։ Ոչ, Դեբորա, պատասխանեց Գայոսը, վեր կենալով։ Նա հենց այն էր անում, ինչ մեզ պետք էր, օգնում էր Հելենային մարսել այն, ինչ տեղի էր ունեցել, հասկանալ իր զգացմունքները իմը։ Մի բան, որը ես ինքս վաղուց պետք է արած լինեի։ Նա շրջվեց դեպի Սեսիլիան, ով ամեն ինչ դիտում էր բարդ արտահայտությամբ։ Դուք Հելենայի կնքամայրն եք։ Դուք խոստացել եք Մարիամին, որ միշտ կպաշտպանեք մեր դստերը։ Ինչ եք կարծում, նա ինչ կասեր այն մասին, թե ինչպես եմ ես վարվել այս ամենի հետ։ Այն մասին, թե ինչպես եմ Հելենային մենակ թողել իր ցավի մեջ։ Սեսիլիան աչքերը ցած իջեցրեց, տեսանելիորեն շոշափված հարցից։ Նա տխուր կլիներ, Գայոս։ Մարիամը միշտ հավատում էր բաց հաղորդակցությանը, զգացմունքներ արտահայտելուն։ Նա ատում էր այն հուզական լռությունը, որով դուք մեծացել եք։ Հենց այդպես, համաձայնեց Գայոսը։ Եվ հենց դա էլ ես պարտադրեցի իմ դստերոջը։ Լռություն։ Առօրյա։ Խստություն։ Մինչ Լուիզան եկավ այլ ճանապարհ ցույց տվեց։ Դեբորան վեր կացավ, նրա արտահայտությունը խստացավ։ Սա ծիծաղելի է։ Դուք ռոմանտիկացնում եք մի աշխատակցուհու դերը։ Ոչ, Դեբորա։ Ես վերջապես տեսնում եմ ճշմարտությունը, Լուիզայի, իմ դստեր, քո մասին։ Նա մոտեցավ, ուղղակիորեն նայելով նրան։ Ինչու դուք այդքան ջանք թափեցիք Լուիզային հեռացնելու համար։ Ինչ եք շահում դրանից։ Դեբորան վարանեց, անակնկալի բերված ուղիղ հարցից։ Ես պարզապես փորձում էի պաշտպանել ձեզ։ Պաշտպանել։ Թե։ Վերահսկել, հարցրեց Գայոսը։ Մարիամի մեկնելուց հետո դուք փորձում եք վերահսկել մեր կյանքը։ Միշտ առաջարկելով օգնել, միշտ ներկա, միշտ կարծիք ունենալով, թե ինչպես պետք է մեծացնեմ իմ դստերը կամ կառավարեմ իմ տունը։ Սա անարդար է, բողոքեց Դեբորան։ Ես պարզապես ուզում էի օգնել։ Ոչ, դուք ուզում էիք զբաղեցնել Մարիամի տեղը, շտկեց Գայոսը, հանկարծակի պարզություն պատեց նրան։ Եվ Լուիզան խանգարում էր։ Սեսիլիան ծանր հառաչեց։ Գայոս, միգուցե դուք մի փոքր չափազանց կոշտ եք։ Ես անկեղծ եմ, վերջապես, պատասխանեց նա։ Եվ վաղուց պետք է լինեի։ Բոլորիդ հետ, իմ դստեր հետ, ինձ հետ։ Նա շրջվեց դեպի Հելենան, ով լայն բացված աչքերով դիտում էր բախումը։ Հելենա, ցավում եմ։ Ցավում եմ, որ չլսեցի քեզ։ Որ չտեսա, թե ինչպես էիր տառապում։ Որ թույլ տվեցի Լուիզային հեռանալ, երբ նա այդքան կարևոր էր քեզ համար։ Աղջկա աչքերը լցվեցին հույսով։
Կգնաս մայրիկ Լուիզայի հետից։ Դեբորան վրդովված բացականչեց։ Սա անհեթեթություն է։ Նա շարունակում է այդ կնոջը մայրիկ կանչել։ Որովհետև Հելենան այդպես է զգում նրան, ամուր պատասխանեց Գայոսը։ Եվ ես այլս չեմ ժխտի իմ դստեր զգացմունքները, բավարարելու իմ սեփական հպարտությունը կամ ձեր սպասումները, Դեբորա։ Նա նորից ծնկի իջավ Հելենայի դիմաց։ Այո, ես կգնամ Լուիզայի հետից։ Եթե նա ուզենա վերադառնալ։ Ժպիտը, որը լուսավորեց Հելենայի դեմքը, նման էր արածագին երկար գիշերից հետո։ Հազվադեպ ցուցադրվող ազդակով նա իրեն նետեց հոր գիրկը, ուժեղ գրկելով նրան։ Շնորհակալություն, հայրիկ, շշնջաց նա նրա կրծքի վրա։ Դա առաջին անգամն էր, որ նա այդպես էր կանչում նրան Մարիամի մեկնելուց հետո։ Դեբորան վերցրեց իր պայուսակը, տեսանելիորեն դժգոհ։ Դուք կզղջաք դրա համար, Գայոս։ Այդ կինը այն չէ, ինչ թվում է։ Ընդհակառակը, պատասխանեց նա, դեռ գրկած դստերը։ Նա հենց այն է, ինչ թվում է, մեկը, ով անկեղծորեն մտածում է Հելենայի մասին։ Մի բան, որը ես կասկածում էի, որ հնարավոր է մինչ այսօր։ Դեբորայի բուռն հեռանալուց հետո Սեսիլիան մնաց, նրա արտահայտությունն այժմ ավելի մեղմ էր։ Դուք վստահ եք դրանում, Գայոս։ Լուիզային հետ բերելու։ Այո, հաստատեց նա։ Դա ոչ միայն Հելենայի բարօրության համար է, թե դա արդեն բավարար պատճառ կլիներ։ Դա նա այն պատճառով է, որ նա մեզ լավություն արեց։ Երկուսիս էլ։ Սեսիլիան մի պահ ուսումնասիրեց ընկերոջը։ Մարիամը հպարտ կլիներ ձեզնով հիմա, գիտեք։ Որ վերջապես Հելենային առաջին տեղում եք դնում։ Որ թույլ եք տալիս ձեզ նորից զգալ։ Ես ինձ թույլ չեմ տալիս զգալ, սկսեց Գայոսը պաշտպանողաբար։ Այո, դուք անում եք, մեղմորեն ընդհատեց Սեսիլիան։ Եվ ամեն ինչ կարգին է։ Մարիամը երբեք չի ուզեցել, որ դուք ընդմիշտ մենակ մնաք։ Նա պարզապես ուզում էր, որ դուք երջանիկ լինեիք, որ Հելենան երջանիկ լիներ։ Ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ նորից երջանիկ լինել։ Միգուցե ժամանակն է պարզելու, առաջարկեց Սեսիլիան, կարճ գրկելով նրան նախքան հեռանալը։ Այժմ լուր սենյակում։ Գայոսը նայեց Հելենային, ով նրան դիտում էր նորոգված վստահությամբ։ Նա վերցրեց հեռախոսը, վճռական։ Մենք կգտնենք Լուիզային, ասաց նա, զգալով, կարծես մի հսկայական ծանրություն վերջապես հեռացվում էր իր ուսերից։ Ժամանակն է նորից սկսելու։ Մինույն ժամանակ, քաղաքի մի փոքրիկ հյուրանոցում Լուիզան պատուհանից դիտում էր անձրը, մենակության պատկեր։ Նրա ճամպրուկը կիսաբաց էր մնացել, կարծես նա դեռ չէր որոշել, մնալու էր, թե վերջնականապես հեռանալու էր Դիլիջանից։ Իր ձեռքին նա պահում էր մազակալ, որը Հելենան մոռացել էր իր գրպաններից մեկում, շոշափելի կապ այն երեխայի հետ, ով գրավել էր նրա սիրտը։ Հեռախոսը զանգեց, ցնցելով նրան։ Դա մի համար էր, որը նա անմիջապես չճանաչեց։ Նա վարանելով պատասխանեց. Ալո։ Լուիզա, Գայոսի ձայնը հնչեց մյուս կողմից, տարօրինակ կերպով հուզված։ Մենք պետք է խոսենք։ Քո մասին։ Հելենայի մասին։ Մեր բոլորիս մասին։ Դիլիջանի վրա թափվող փոթորիկը ուժգնացավ, մինչ Լուիզան սպասում էր հյուրանոցի փոքրիկ սենյակում։ Նա համաձայնվել էր ընդունել Գայոսին խոսելու համար, թե նրա մի մասը վախենում էր սմեկ մերժումից, սմեկ անարդար մեղադրանքից։ Կյանքը սովորեցրել էր նրան սպասել վատագույնին։ Երբ զանգը վերջապես հնչեց, նա խորը շունչ քաշեց, նախքան դուռը բացելը։ Գայոսը թաց էր, մազերը կպած ճակատին, վերնաշապիկը լիովին թրջված։ Բայց Լուիզային զարմացրեց ոչ թե նրա ֆիզիկական տեսքը, այլ նրա աչքերի խոցելիությունը, մի բան, որը նա երբեք չէր տեսել մինչ այդ։ Ներս եկեք, հրավիրեց նա, տալով նրան սրբիչ։ Դուք թաց եք։ Փոթորիկը վատթարացավ, պատասխանեց նա, ընդունելով սրբիչը։ Ինչպես նրանք, որոնք կարծես հետում են իմ կյանքին վերջին տարիներին։ Ինքնամսխող մեկնաբանությունն այնքան անսովոր էր Գայոսից, որ Լուիզան չկարողացավ զսպել զարմանքի հայացքը։ Ես այսօր Գյումրի էի գնացել, շարունակեց նա, առանց շեղվելու։